ոնց կարողացավ այս մարտը առանց մեծ ցնցումների, չէ, վերջին հաշվով այդ ամբողջ քեմալական ժառանգությունը տենց հաղթահարել էլի, բանակի ուժը հաղթահարել, գլխաշորը մտցնել եւ այդ ամեն ինչը ինչպես հաջողացրեց։ Տես, հիմա հասանք փաստորեն այսօրվա Թուրքիային եւ եթե մեր ժամանակը մեզ ների փորձենք գանք, որպեսզի նաեւ մեր հասարակությունը այս տրանսֆորմացիան Թուրքիայի աշխարհիկից դեպի իսլամական ու պահպանողական ու անպայման այդ կոնտեքստում ազգայնական, որտեղ Էրդողանն էլ շարունակում էր մնալ ազգայնական եւ հիմա էլ ինչպես տեղի ունեցավ։ Ուրեմն առաջինը ինչ որ մենք պետք է ֆիքսենք այս փուլի հետ կապված, դա հետեւյալն է։ Այս շրջանում ակտիվ էր Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթաց։ Թուրքիան դիմում էր տվել, որպեսզի դառնա Եվրամիության անդամ։ Եվրամիությունն էլ պահանջներ էր դրել, որպեսզի Թուրքիան այս պահանջները իրականացնի, որպեսզի մտնի Եվրամիության մեջ։ Պահանջներից մեկն էր ազգային փոքրամասնությունների իրավունքներ, չեմ սեռական փոքրամասնությունների իրավունքներ, այդտեղ ընդունվեց Ստամբուլյան կոնվենցիան եւ այլն։ Մյուսը քաղաքական ազատություններ, տարատեսակ այլ ստանդարտներ եւ այդտեղ կար մի շատ կարեւոր հանգամանք։ Պահանջվում էր, որպեսզի Եվրամիության անդամակցության տեխնացու երկիրը քաղաքական իմաստով ապառազմականացված լինի։ Այսինքն բանակը քաղաքականության մեջ դեր չունենա։ Իսկ Թուրքիան ես հիշեցնեմ, որ սահմանադրությամբ բանակին օժտել էր անձեռնմխելիությամբ եւ բանակը անընդհատ տեղաշրջումներ էր անում պաշտպանելով աշխարհիկությունը։ Հիմա Էրդողանը դրա համար եմ ասում ճկուն ոչ ընտրեց, ոչ թե ուղիղ գնաց բանակի հետ բախվելու, որը տանելու էր հերթական եղաշրջում։ Կարող է չդիմանար, հա։ Հերթական եղաշրջումներ լինելու չէր դիմանալ։ Նա ասաց. «Ժողովուրդ ջան, ուզում եք գնանք Եվրամիություն»։ Շատ լավ։ Ուրեմն Եվրամիությունը 10 հատ պահանջ է դրել, փաթեթներ, 10 փաթեթ օրինակ։ Մենք այս փաթեթները վերցնենք, սկսենք կամաց-կամաց իրականացնել։ Այդ ժամանակ ակտիվացավ Հայոց ցեղասպանության մասին խնդիր։ Թուրքիայում գրքեր թարգմանվեցին, Դադրյանի գիրքը Թուրքիայում թարգմանվեց, Էրդողանի գալով բացվեց։ Դա հենց այդ ժամանակ էր։ Ասեց, տեսեք, զիջում եմ անում, Հայոց ցեղասպանության մասին խոսում են, քրդերի հետ կապված զիջում եմ անում։ Քրդերենը արգելված էր, ինքը քրդերենով հեռուստաժամ տրամադրեց։ Փոքրամասնությունների հետ կապված Ստամբուլում գեյ պարադ անցկացվեց, տարբեր զիջումներ, եւ այս զիջումների մեջ ասեց կներեք, բայց այս պահանջն է կա։ Մենք պիտի սահմանադրությունը փոխենք, բանակի այս անձեռնմխելիությունը պետք է հանենք, ես չեմ ասում, Եվրամիությունն է ասում։ Ուզում եք գնանք Եվրամիություն, այս պահանջը պետք է անենք։ Եվ ինչ արեց Էրդողանը։ Այս միջոցով բանակի վրա փաստորեն բերեց Եվրոպային։ Այսինքն Եվրոպան էր արդեն բանակի հետ բանակցում, դրանից Էրդողանը օգտվում էր ու 2010 թվականին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե այսպես անցկացրեց, որի ժամանակ սահմանադրության այդ կետը փոխվեց եւ բանակը փաստորեն դե յուրե այլևս զրկվեց իր անձեռնմխելիությունից։ Ուրեմն Էրդողանը այս 3 խրամատներին պետք է հաղթեր։ Ընտրություններում հաղթել էր Քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցությանը, դա դարձել էր ընդդիմություն։ Հիմա բանակին հաղթելու համար Եվրամիության այս անդամակցության գործընթացով թույլատրեց սահմանադրությամբ հանեց նրա անձեռնմխելիությունը եւ այդ նույն սահմանադրությամբ թույլատրեց դատական համակարգ։ Սահմանադրական դատարանում իր կողմից նշանակված դատավորների քանակը 50+1 դարձավ։ Սահմանադրական դատարանը փորձ արեց իր կուսակցությունը փակել մեկ ձայնի տարբերությամբ ինքը կարողացավ այսպես հաղթահարել։ Էրդողանին ուզում էին դա կրկին գործ էին հարուցել զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից կրկին այսպես մի կերպ կարողացավ հաղթահարել, բայց հաղթեց։ Ուրեմն հաղթեց կամ հաղթանակի հիմքերը դրեց։